ի տարբերություն տգետ Նիկոլի, բոլորն էլ շատ լավ հասկանում են, այդ թվում նաև Բաքվում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարողը Նիկոլն է, ոչ թե ասենք Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, որոնք ընդդիմադիրներ են, հասկանում եք, չէ՞, աշխարհում չկա նման նախադեպ, որ ինչ որ երկրի ընդդիմությանը հարևան կամ այլ երկրի ուրեմն ներկայացուցիչ իշխանությունները արձագանքեն ինչ որ շատ բանով, ասենք լուրջ չկա նման, հասկանում եք, չէ՞, այդպիսի բան չկա, ասենք օրինակի համար, ասենք Ռուսաստանի դրոշը վրացի ընդդիմադիրները վառում են, շատ նորմալ է Ռուսաստանի համար, որովհետև իրանք հասկանում են, որ դա այդպես էլ պետք է լինի, որովհետև Վրաստանի ընդդիմությունը դա արևմտամետ ուրեմն զանգված է։ Իրանք չեն դրանում մեղադրում Վրաստանի իշխանություններին, հասկանում եք, որովհետև բարոյական իրավունք չունեն։ Վրաստանը ազատ երկիր է, որտեղ ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա է, ընդդիմությանը չեն կարող արգելել Ռուսաստանի դրոշները այրել։ Նույնն էլ մեր պարագայում, այնպես որ հայելային չի կարող լինել, Ադրբեջանի իշխանությունները հայելային կարող են միայն պատասխանել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, իսկ եթե Ադրբեջանի իշխանությունները հայելային պատասխանում են Հայաստանի ընդդիմությանը, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչություն է։ Ալիևի համար ավելի կարևոր է Սամվել Կարապետյանը, Ալիևի համար ավելի կարևոր է Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը, քան իր կոշիկները լիզող Նիկոլ։